Համակարգի մասին առաջարկում հարցեր չտավ, շատ մեծ փոփոխություններ չեն սպասվում, այնուամենայնիվ համակարգը հիմա է սկսվում, եւ դուք տեսնեք ձեր նկատի ունեմ այլ ուժերի բացակայությունը ինչով է բացակայում։ Սա ընթացիկ համագումար է, այսինքն մենք քննարկում ենք մեր առօրեական խնդիրները։ Որպես կանոն այլ քաղաքական ուժերին հրավիրում են եւ սկսում են նոր փուլ քաղաքական զարգացման, իսկ այժմ քաղաքական զարգացման նոր փուլ չի սպասվում։ Սա բնականon զարգացում է։ Լավ, նաև կառավարության մասին խոսենք, ինչով է տարբերվում էական կառավարությունը նախորդ կառավարությունից։ Գրեթե ամեն ինչով բացի մի բանից։ Սա դարձյալ հանրապետական կուսակցությունը ներկայացնող կառավարություն։ Թե կազմով, թե ծրագրերով, թե մոտեցումներով։ Տարբերվում է։ Ինչու ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, դրա մասին ՕԵԿ-ը ավելի լավ պարզաբանել է շատ հստակ, կարծեմ բոլորի համար հասկանալի։ Ինչ ազդեցություն կունենա, ազդեցությունը հետևյալն է, կուսակցությունը միանձնի է ստանձնել պատասխանատվությունը կառավարության գործունեության համար եւ պատասխանատու է լինելու թե հաջողության, թե անհաջողության համար հավասարապես։ Ինչպես կգնահատեք, որ Քարիակը չմասնակցեց կառավարության ծրագրերին։ Վարչապետը կարծում եմ հրաշալի պատասխանեց, որ չմասնակցեց, որովհետև որպես ընդդիմություն պետք է դեմ քվեարկել, բայց ինչպես վարչապետը ասաց, ձեռքը չգնաց դեմ քվեարկել։ Իսկ համաձայն եք ինչով են քննադատության հետ, որ նախ եւ առաջ օրինակ առաջնային խնդիրը դա աշխատատեղերի ստեղծումն է, որի մասին նոր կառավարության ծրագրում ոչ մի խոսք չկա, ինչպես նաեւ Դուք կառավարության ծրագիրը չեք կարդացել, կկարդաք, հետո ճշգրիտ կձևակերպեք հարցը կպատասխանեք։ Թվային նկատի ունեմ թվային ցուցանիշներ, որ նախորդին մեր խոսում Բայց դուք ասեք ոչ մի խոսք չկա։ Ոչ մի թիվ չկա, շատ լավ, եթե դուք ասում եք ոչ մի թիվ չկա, դուք ճիշտ եք ասում, որովհետև կառավարության խնդիրը պայմաններ ստեղծելն է աշխատատեղեր, որպեսզի ստեղծվեն, այլ ոչ թե աշխատատեղեր ստեղծելը։ Մեր խնդիրն է խթանել ներդրումները, ավելի պարզեցնել եւ հեշտացնել գործունեությունը գործարարների Հայաստանի Հանրապետությունում, դա կբերի այդպիսի հասունքներ։ Ներեցեք, ես արդեն ասեմ։